Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով եւ Հայլիկետեն Facebook-յան էջով վաղվանից նորից կակտիվացնենք Հայլի ակումբի YouTube-յան էջը։ Շնորհակալ եմ, որ շատ ակտիվ հետևում եք նաեւ Անժելա Թովմասյան էջին եւ շատ ակտիվ տարածում եք։ Ես կարծում եմ շատ կարեւոր է, որ մենք ունենանք այլընտրանքային, չէ՞, Էդգար, այդպես այլընտրանքային էջեր, որովհետեւ մենք բազմիցս թիրախի տակ ենք, ավելին ես առաջիկայում կնախաձեռնեմ նաև կունենանք երրորդ էջը, սա զուտ միայն այսպես պաշտպանական բան է, բայց կարծում եմ կարևոր է եւ նաև իսկապես շնորհակալություն ձեզ, որ այդպես ակտիվ եւ բաժանորդագրվում եք եւ տարածում եք Անժելա Թովմասյան YouTube-յան էջը։ Եվ այսպես երեք միանգամից տարածվեց երեկոյան 10 սրբապիղծ եպիսկոպոսները Մարիամ հայտարարել են վաղ, այսինքն այսօր դեկտեմբերի 18-ին ժամը 5-ին գնում են Մայրաթորի վրա գրոհելու։ Չունեն չեն կարող գրոհելու սա եւ դրան միանգամից արձագանք եղավ սոցցանցերում եւ վաղը կլինեն Մայրաթորում, ողջ համացանցը ողողված էր նրանով վաղ, այսինքն այսօր ժամը 4-ին կլինենք Մայրաթորում, լինելու ենք վեհապարի եւ Աստծո տաճարին աջակցություն հայտնելու հայտարարություններով։ Ահա, այս տիրադավները, նոր բառ մտավ, մեր խոսույթ տիրադավները, այս հուդաները պատրաստվում են այսօր գրոհելու Մայր տաճարի վրա եւ ոչ ավել ոչ պակաս իրենք Վազգենը հայտարարում էր, ես չգիտեմ, հիմա սրբազան ասեմ, թե չէ կանեի կարգալույս չեն եղել, բայց ինքը իր վարքագծով արդեն ցույց է տվել էլի, որ ինքը իրավունք չունի սրբազան կոչվելու եւ իր հետ կապված էր նաեւ առանցքային տիրադավներից մեկը Վայ Հովանեսյաններ գրել նկատի ունենալով Ռուբեն Վարդանյանի ժամանակին ցուցաբերել էր Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն Արցախի շրջափակման վերջին փուլն է Ռուբեն շրջափակման մեջ էր նրա խնդրանքով իր գրասենյակներից մեկում հավաքվել էին մեծ թվով հանրային գործիչներ երևի մի 50 հոգի կլինեին հերակապով մեզ միացավ Ռուբեն Արցախն արդեն սիմվոլիկ դարձած թթի ծառի տակից քննարկման արդյունքում Ռուբենը խնդրեց հայտարարության մի տեքստ կազմել ուղղված աշխարհին որպեսզի դա արագ արվի ստեղծեց փոքրիկ աշխատանքային խումբ որի մեջ էին նաև ապագա տիրադավը, որի որակների մասին տիրադավ նկատի ունես նույն Վազգենին, որի որակների մասին որևէ պատկերացում չէ, պետք է տասներ իրանց նկարները, պատկերացում չունեն, գիտեին միայն, որ ոտից գլուխ Ռուբենին պարտական է, մարդկայնորեն անտանելի էր տեսնել, թե բարձրաստիճան հոգևորականը ոնց էր աղերսում տեքստը մեղմ կազմել, որ հանկարծ իշխանությունները չբարկանան, ինչ Արցախ, ինչ Ռուբեն, դրան ոչինչ չէր հետաքրում, միայն իշխանության բարեհաճությունը, իհարկե նրա բանի տեղ դնող չեղավ, բայց տեսարանը անտանելի են, այսինքն այս տականքը, այս Վազգենը Այն գլխից է եղել սատանայապաշտ, ուրացող, Արցախ ծախողների կողքը, Արցախ ուրացողների կողքը, Հայաստան ուրացողների կողքը եւ ճիշտ ասեց երեք օրինակ թիրախում հենց իրեն էր վերցել Երվանդ Բոզոյանը, որ մենք պետք է թերևս չգիտեմ, բոլորն էլ արժանի են պարսավանքի այս 10-ն էլ, բայց նրանց մեջ կան այն իրենց վրա վերցրած այս սատանայական, հուդայական պիղծ գործը ամենի շատ իր վրա թերևս վերցրել է դե հայտնի Կճոյանը եւ այս տիրադավ Վազգեն Սրբազանը, որը հիմա շատ բաներ դե ջրի երես դուրս կգա եւ իր թալանացի մասին եւ նիկոլական լինելու մասին, սատանապաշտ լինելու մասին եւ այսպես եկեղեցին էլ հայտարարություն տարածեց մի շարք գործիչներ ուժեր երեք հայտարարեցին որ այսօր 3:30-ին 4-ին լինելու են Մայր տաճարում եւ ավելին նաեւ պատարակ է լինելու ժամը 5-ին ժամը 2-ին այո Մայր տաճարից էլ քիչ առաջ հայտարարություն եղավ որ Մայրաթորի Սուրբ Էջմիածնի իր խոր մտահոգությունն է հայտնում 10 եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով Մայրաթորը զգաստության կոչ է ուղղում վտանգապաշտ հավաքի նախաձեռնություն ստեղծած սրբազան հայրերին պետք է դրսևորել պատասխանատվություն զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից եւ գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները եւ հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ խաթարելով հայոց
հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։ Մայրաթորը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայրաթորը ուղղելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միայն աղոթքի, համերաշխության և միասնության։ Սուրբ Էջմիածին անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ եկեղեցին։ Տեր օգնական հայոց ազգին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Ինչպես միշտ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, վեհափար հայրը, վեհափար տերը իրենց բարձունքի վրա են, բայց այսօր մենք անելիք ունենք, մենք պարտավոր ենք բոլորս, սա կոչ է, խնդրանք է, հորդոր է, բոլորս 3:30-ից 4-ը լինում ենք Մայր տաճարում մոմավառության և մասնակցում ենք ժամը 5-ին պատարագի։ Այսօր սատանաները, տիրադավները, դավաճանները, հուդաները պատրաստվում են գրոհել Մայր տաճարի վրա։ Մեր լուռ աղոթքով, մեր մոմավառությամբ, մեր ներկայությամբ կասեցնենք Նիկոլի և այս սատանայական խմբի, հուդայական խմբի արշավը հայ առաքելական եկեղեցու վրա։